ենք գնում Իջևան։ հետաքրքիր նկարահանումը հաստատ մեզ սպասում բարձանալու ենք սարեր լրիվ ուրիշ փորձառություն ենք ունենալու Մենք նաև հնարավորությունը կստեղծենք, որ ցանկացողները գան Իջևանում մասնակիցը դառնան դրան, ինչ որ այսօր մեզ է սպասում։ Այս ոնց է կոչվում այս մեկը։ Սարեր։ Մենք գտնվում ենք Իջևանից քիչ հեռու գտնվող Ակնաղբյուր գյուղում։ Չէ, Եվով ասա, որ դրոնի կադրերը սիրուն են։ Okay։ Ողջույն բոլորիդ, դուք դիտում եք առանց սահման հաղորդումը։ Եվ մենք գտնվում ենք Իջևանից քիչ հեռու գտնվող Ակնաղբյուր գյուղում։ Այսօր ունենալու ենք հետաքրքիր ադրենալինով ու հնարավոր է նաև ցեխով լիոր։ Գնացինք։ Արի։ Ինչ ես կանգնել գնա։ Գնա, ուզում եմ քեզ տենց թեթև ասեմ, քառաձիգների հետ է կապված։ Քառաձիգ, կվադրակոպտերը։ Չէ, այ ճիշտ է իր ասում, կվադրացիկլը։ Բայց որ ավելի ճիշտ լինի, ուղղակի ցույց տանք։ Արի որ ճիշտ լինի, վարենք։ Հա, գնաց։ Ապա բայց ես չեմ փոխվել։ Ես փոխվեմ նոր։ Դավայ։ Դեռ խոսում եմ, ընկեր, կադրում ենք, ի հեռացդ վեկալար։ Այս թվոց ուղղակի ես ասում։ Էսի բնական կադր է, էս պաստանով կա է։ Սևով գնաց։ Էսի պրոդյուսերը սեր Դու զանգ։ փոխվել ես, ես փոխվեմ նոր։ Այո։ Քո պրոդյուսերը ես եմ։ Ինձ մի զանգյուրեն։ Ամենակարևորը պետքա մեքենան բացել, ուրեմն ասեմ, պատրաստվել ենք մաքսիմալ մարտական։ Բացի սարքավորումները նկարահանման, մեզ հետ ունենք նաև մեզ ճանապարհին պետք է եկող GPS քարտեզը, որի շնորհիվ հաստատ չենք կորի սարերում։ Քեզ գաղտնիք բացեմ, եթե դու այս ժամը ունես, հաշվի ամեն ինչ ունես։ Տակտիկական պայուսակ, ինչ է անհրաժեշտ մեզ։ Բնականաբար սուրճ, թավա, տաք թերմոսով սուրճ, ջրի պաշար, ջուրը շատ կարևոր է մեր օրգանիզմին։ Հագուստներ, որպեսզի եթե հանկարծ մրսենք ստեղ լուցկի, հայտնի կացինը, ձեռնոց։ Ունենք ակնոցներ, որպեսզի պատահաբար արևը չընկնի եւ մեզ չկուրացնի կարևոր մասում, դեմքը պաշտպանելու համար դիմակներ, եթե շատ ցեխոտ լինի, զուտ որ ցեխը չթռնի մեր դեմքին։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք առանց սահման հաղորդումը եւ մենք Իջևանում ենք։ Վերջապես եկանք հասանք Իջևանները։ Հիմա կտեսնենք մեր հաջելի սարքավորումները։ Այսօր մեզ հյուրը կարելա Սևադան։ Իմացանք արդեն ուր ենք գնալու ու ինչ ենք վարելու, ինչա պատրաստվել, հա, մեզ համար։ Դրա մասին կուզենամ մի քիչ մանրամասնես։ Ուղղի հենց Իրականում Իջևանում։ ինձ թվում է ժամանակ կունենանք հələ խոսանք դրա մասին, ինչի Իջևանում ու ընդհանրապես ինչ ֆորմատ է սա։ Ուզում եմ պրոստը ասեմ, որ այս ինչի ինչ որ սովորաբար, ասենք կվադրո պարկերում կամ տուրերում լինում է, ինքը շատ տարբերվող է։ Խի նախ սկսենք դրանից, որ անտառը անկանխատեսելի է, ամեն անգամ կարա տարբեր ձևի լինի, կարա ասենք նույն օրվա մեջ կարա եղանակը այնպես փոխվի, լրիվ ուրիշ բան լինի, գնաս հետ գալուց լրիվ ուրիշ տեղ լինի։ Ինչ ենք պատրաստել։ Նախ մի հատ քշելուց կհասկանանք տեղեքը ոնց են քշում, ինչ են անում, ըստ այդմ դժվարության լեվելները կբարձրացնենք, կարող ունենց լինի խիչ է, գնանք ամենաբարդը, նո իմանալով որ փորձ ունեն բան, հնարավոր է նաև տենց լինի, էլի։ Հա, ասեմ որ մի քանի հնարավորություն կա, եթե դուք նոր սկսող եք, ձեզ համար է կա
ճանապարհ պատրաստած, եթե դուք պրոֆեսիոնալ եք, ձեր համար է կա ճանապարհ։ Արտադիր բոլորին հաշվի առել ենք, ոչ մեկին բաց չենք թողել, հենց սկզբից ինստրուկտաժով ամեն ինչով սաղ կտանենք, մարդիկ կսովորեն, մենք վստահ կլինենք, որ իրանք տերապետում են տեխնիկային, նոր արդեն քայլ առաջ։ Ու տենց ամեն քայլ առաջը վստահ ենք լինում, որ ինքը պատրաստ է, նոր գնում ենք։ Հիմա հեսա շատ չխոսենք, գնանք ինքներդ ոնց ենք։ Ամեն դեպքում ինչ որ չափով տիրապետում ենք տեխնիկային, բայց կուզենանք ինստրուկտաժը մենք էլ անցնենք, որովհետև նայողներին էլ է հետաքրքիր, ինչ է ինստրուկտաժը իրենց ենթադրելու։ Գնանք ինստրուկտաժ մեզ կանի Սևադան ու արդեն կշարժվենք։ Շեփ գնացինք։ Դեպի ստեղի բարբարով ասած չչակար են ասում, բայց ինքը սալքար է կոչվում։ Այս տեղանքի ամենաբարձր բարձունքներից մեկն է, որը որ բացարձակ բարձրության մասին է խոսում, գնում ոչ թե ծովնակրտակից, նկատի ունեմ գետնից, միանգամից զառիթափ բարձրություն է, ամերիկացիքի ասած breathtaking view է։ Մի խոսքով շատ գեղեցիկ տեղ ենք գնալու։ Իսկ ինչքան է տևելու։ Ըստ իրական ամենակարևորը միջև այդտեղ հասնելն է նաև։ Այդ ճանապարհը պայքարի մեջ ենք մենք լինելու անտառի, ցեխի, հնարավոր ձյան, այդպես տարբեր պայմանների հետ։ Մենք պատրաստ ենք հոգեպես։ Եթե եկեք ծանոթացնենք նաև Վահագին, Ամերիկայից եկած մեր հյուրը օգնելու է մեր օպերատորին, որպեսզի Ջեյմս Բոնդի շտուրմանն է պրոստա որպեսզի կարողանանք այդ ամեն ինչը նաև ձեզ փոխանցենք, քեզ շնորհակալ ենք, Վահագ Մենք ջան։ էլ հույսով եղանակը լավը կլինի, որտեղ շատ հաճախ մենք ամպերից վերև ենք բարձրանալու ու մեկ-մեկ ամպամած լինում, ներքև լավ չի երևում։ Հուսով ենք, որ կբարձրանանք ամպերից։ Տեսարանի համար դա կարևոր է։ Իսկ ինչքան է տևելու միջինը։ Սովորաբար այդ Շատ կախված է քշողից ու պայմանից, վիճակում անում, բայց սովորաբար մի 5 ժամ տևում է, էլի։ 5 ժամ։ Դե տարբեր ճանապարհներ կան այդտեղ հասնելու համար, էլի, եթե շատ վատ ալնում մի քիչ ավելի ուրիշ ճանապարհ են գնում, կարող մի քիչ երկար, բայց Ասեմ ինչը կարող օգնի մեզ այդ ճանապարհը։ Garmin-ը։ Այո։ Garmin-ի սարքերը, ճշգրտություն։ Միանշանակ կարող եք վստահել այն տեղերում, որտեղ որ հասանելիություն չկա, ծածկույթային իրանք աշխատում են սպուտնիկներով, ալեհավաքներով։ Դրա համար կարաք այս ձև արշավներին պլանավորեք ձեր հետ ունենաք կամ մինիմումը ժամացույց կամ լոկացիոն համակարգ կարգ։ Իսկ նյութերը այնպեսին են, որ որակից ելնելով հաստատ ոչ կկոտրվեն, ոչ կխազվեն, դրան գումարած մարտկոցը, որը մոտ ինչքան ժամանակ կպահի։ Մեր ձեռքին հիմա Phoenix-ը, որը որ այս աշխատանքային պայմաններում 26 օր աշխատում է։ Իսկ եթե մի քիչ ավելի երկար եք ուզում, կարող մինչև 80 քանի օր աշխատի։ ահա։ Դե ինչ սկսենք։ Դուխով ավելի վտանգավոր տեղեր կարող գնանք, Garmin-ը մեր հետ է։ Շատ լավ, գնացինք։
Գնացեն ահագին բարձրենք, որ վերևից յուղերը բաները ում է, էլի։ Իսկ քո գնահատականով ո՞նց են գալիս քո հետը։ Շատ լավ։ Լավ են գալիս։ Հա, տեմպը նորմալ փոխում է։ Բայց դու այս ամեն ինչը պատկերացրա, երբ որ կանաչը ծաղկած լինի, ծառերը կանաչած լինեն, ցեխը մի քիչ ավելի շատ լինի, ինչքան էմոցիա, ինչքան տպավորություն է թողնում։ Ես արդեն էմոցիա ստացա համ տեսարանից, համ այդ քշելուց։ Ինչ անե։ Այս էս ցավոտ հեքի, հետ գնա, թող գնա։ Ուր։ Մի վախի, բաց։ Դրա համար էի ասում։ Հա։ Դե մարու թող ես կան գազ։ Գազ։ Մի վախի, բայ գազ։ Ալկոմ հելա։ Ինչ անամ կրկնի ջոկ։ Ապա դե քոնը այս մասը չեմ նայել, նայել որ չմտեի մեջը։ Բայց ես ասում եմ, նայ ինչ եմ անում։ Դե հիմա այդ չասի գնա, հետ առաջ։ Արի։
Հետ ենք ընկեր։ Բարև ձեզ, ինձ 20 լիտր GeForce Premium խնդրեմ։ Իսկ Golf-ը նոր հասցե ունի։ Աթենքի 2 դրոպ 1։ Այն ամենը ինչ մեզ պետք է, արդեն քաղաքի սրտում։ Մենք լսել ենք կարծիքներ վարորդների կողմից, որ Աթենքի փողոց վերադառնալը հնարավոր է խնդիր առաջացնի, գանտուգանքներ, ոչ, Golf-ը հոգացել է այդ հարցը։ Ահա հենց այսպես կարող եք հեշտությամբ վերադառնալ Աթենքի փողոց, եթե մտել եք Golf։ Ճանապարհի մոտավորապես ինչքան մասն եք անցել։ Մոտավորապես մի 30% անցել ենք ճանապարհի, այսինքն կիլոմետրաժի առումով 30%-ը, բայց դժվարության առումով դժվար մասերը նոր է սպասվում։ Ինչքան դժվար մասերը նոր են լինելու։ Իսկ ինչ տեղանք է լինելու, նեղ, լայն, դաշտ, ձուկ։ Համ նեղ է լինելու, համ լայն է լինելու։ Այս այն ճանապարհն է, որտեղ որ այսպես ասած եղանակի 4 տարվա եղանակները կա, բնության բոլոր պայմանները կան, այսինքն անապատային, դաշտային, անտառային, ամերիկացիքի ասած քարերը rock crawling։ Դա լինելու մեր սարերի Ուրալների կալեաները, դա լինելու, սա լինելու, գետա լինելու մի հատ փոքր, հեսա կանցնենք մեջով։ Իզես հիշեցնեմ, որ մենք այդ 30% ասածը անցել ենք 2 ժամում։ Իսկ հենց ինչքան կգնանք, sense որ գնաց։ Դա չենք կարող ասենք, ճանապարհից է կախված, հիմա ինչ պայմանում է գտնում։ Իսկ թվում է մի քիչ ցեխոտ ալնելու դանդաղ պետք է որ։ Երևի եւս մի 3-4 ժամ մեզ սպասվում է։ Բայց ես ուզում եմ անկեղծ ասել, որ նախ բագի, որ այսքան երկար եմ քշում առաջին անգամ է, իսկ որ sense տեղանքում եմ քշում, ընդհանրապես կյանքում եմ երևի առաջի անգամ ինչ որ բան վարում։ Դու դեռ բագի չես քշել։ Կվադրացիկ եկավ, աճարյանը։ Ոնց ասիր, քարաձիկ։ Հայերեն կվադրացիկը փաստորեն ես քարաձիկ, այն էլ այս պայմաններում, ընդհանրապես այս պայմաններում առաջի անգամ ինչ որ բան վարում։ Ուղղակի աննկարագրելի էմոցիաներ են, սկսած նրանից, որ քամին խփում է դեմքիդ, այդ ազատության զգացումը, այդ ուժ, այդ ամեն ինչը, ու ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել ձեզ, նախ այս ամեն ինչի համար, հետո կբարձրանանք վերև կպատմեք, ոնց ստեղծվեց այս ամեն ինչը, ոնց կարող ենք։ Անպայման, վերևը շատ լավ տեսարանով տեղ է այդ ամեն ինչի մասին խոսելու համար, համ ժամանակ կունենանք, համ կհանգստանանք, համ հանգիստ կնստենք կխոսենք։ Ես էլ մի համեղ բան կպատրաստեմ։ Իդեալական կլինի։ Իմացի, այսօր Դավիթը իր սահմանները անցնում է։ Դառնում է առանց սահման։ Դա շատ կարևոր է, որ միշտ անսահման լինես, անընդհատ սահմանները տանցնես։ Տենց ես դու, այսպես ասած, update լինում ու ավելի բարելավում քո հնարավորությունները։ Դե որ ասես սահմաններ տանցնես, մի տեսակ մեջ վիրավորական սահմանները ճանաչել։ Դե ինչ մենք երևի շարունակենք, գնանք, հասնենք։ Ոնց որ երկար ճանապարհ է մեզ սպասում։ Հարկելի վիդեոգրաֆ։ Ես կխնդրեմ մոտենաս ու ցույց տաս մենք ուր պետք է գնանք, իրականում այդ կմոտենաք։ Այ այնտեղ ենք գնում։ Այնտեղ։ Սենց վիզուալ էլ որ նայում եմ հսկա ճանապարհ կա դեռ, բայց նենց լավ անցնում, նենց լավ մթնոլորտ է, նենց ընկերական, անմիջական միջավայր, որ չգիտեմ։ Իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեզ։ Նաև տղաների էջն եք ես այստեղ նշելու, անպայման եթե ուզում եք գաք Տավուշ ու նման թրիփի մասնակցեք, անպայման տղաների հետ եք կապվում, նրանք ամեն ինչ իդեալական կկազմակերպեն։ Իսկ մենք շարժվում ենք առաջ, քանի դեռ ժամանակ կա։ Հարվեց 109-ն է պուլսս, ընկեր։ 110։ Բայց եղել է դեպքեր 137 էլ է հասել։
Կարողանում ենք հետևիցը հասնենք։ Շատ լավ է։ Առաջի անգամ ապա շատ լավ է։ Կանացեն։ Իմանաք բան չմնաց։ Տեմպը հանգիստ է, բան որ երկար կանաց, դա չհոգնի։ Կտրել են, արա։ Պարիկանել են, նայ։ Էսի պետք է ֆիքսել։ Հա։ Պետք է որ հասկանալ թե ինչա կատարվում։ Իմանաք բան չմնաց։ Կտրած տեղը տենում ես, ջարդված չի։ Կարաս գնաս մոտիկից նկարած, տենաս որ կտրած է։ Գալի կտրում sense թողում են, հետո ասում են դե չորացած ծառը գալի տանում են։ Բայց ասենք անտառների հերը այսինքն տանություն են, էլի։ Դու ինչ կասես ինձ։ Շատ հաճախ ճանապարհն են ուզում փակեն, որ ուրիշները չկարանան գան տենա ոնց են իրեն գողանում։ Արի։
Լավ։ Այսօրվա երեկոյի խինդ ուրախությունը լիքո վրա է։ Ինչ գովազդ եմ ապահովում։ Ապրեն ձյութները։ Կոնկրետ երրումը։ Այսինքն պետը ոնց է եղել։ Պատրաստական քաշ։ Ով էր տենց մի քիչ հումսի։ Մենք եկանք հասանք ֆինիշին, որտեղ որ պատրաստվում ենք, եկել ենք հասել ենք Սալքար կոչվող տեղամասին, բարձունքին, Տավուշում ապրողները հաստատ կիմանան այս տեղը, շատ գեղեցիկ տեսարան է, եկել ենք մոտ 3 ժամ, առնվազն իմ ժամը ցույց է տալի, որ 900 մետր բարձրություն ենք ստացել, սկսած ստարտից։ Հիմա եկավ պահը, երբ մենք պետք է համեղագույն ուտելիք պատրաստենք ու նաև մի քիչ հանգստանանք, դա նաև հարմար առիթ է շփվելու։ Իսկ ես կուզենամ մի քիչ ավելի մանրամասն խոսենք Rent ATV ընկերության ներկայացուցիչ, նաև հիմնադիր, ոնց հասկացա, Սևադա Կոկոբելյանի հետ հարց։ Որքան ժամանակ է որ կա արդեն ընկերությունը, ինչով է զբաղվում ու ինչ ներուժ ունի այս բանը։ Ընկերությունը որպես այդպեսին նոր է, մի տարի է որ կա ու այս տարվանից մենք նոր սկսելու ենք, այսպես ասած, հիմնական մեր հաճախորդներին ընդունել ու մարդկանց փորձելու ենք մաքսիմում ցույց տանք Տավուշի անտառների հրաշագեղ վայրերը ու դժվար հասանելի վայրերը նաև sense ասեմ, որ հասարակ տեխնիկաներով չեն կարողանալու հասնել, իրանց sense մի քիչ ավելի սպეციფიկ տեխնիկաներ է պետք, նաև ինչու՞ չէ, այդ ընթացքում հմտություն են ձեռք բերում եւ միգուցե ապագայում կարողանան նաև զբաղվել նման սպորտաձևով, որովհետեւ այս ամեն ինչի սկիզբը ի սկզբանե հենց դրանից է սկսել։ Մենք այսպես ասած ընկերներով մեր մոտ հոբի կա, որը որ գնում ենք անտառներ, սարեր, դժվար անցանելի, դժվար հասանելի, ասենք մեր բերդերը, եկեղեցիները, որոնք որ մարդիկ չեն կարողանում գնան հասնել, մենք տենց էքսպեդիցիաներ ենք կազմակերպում։ Այդտեղից այդ ընթացքում մեր մոտ միտք ծնեց, որ ինչու՞ չէ, սարքենք նաև այն մարդկանց համար, ովքեր չունեն այդ հոբին, չեն զբաղվում, բայց մեկ-մեկ ուզում են իրանք էլ հասնել այդտենց տեղ, ուզում են ավելի հետաքրքիր հասնեն, քան ընդհանրեն կարան ոտով քայլելով գնան իհարկե, այտենց Դե ոչ բոլորը կարան ոտքով։ Ոչ բոլորը կարան ոտքով քայլեն իհարկե, ու նաև դե հիմա ոչ բոլորն են ուզում ոտքով քայլեն։ Հետևաբար մի հատ պայման ենք ստեղծել, որը որ հասարակ այսպես ասած ATV ռենթից ինչով ենք տարբերվում, մի քիչ ասած ասեմ, կվադրոցիկլների վարձույթից ինչով ենք տարբերվում, իրանք սովորաբար ինչ որ մատ կռուգ են գծում, այդ կռուգում անընդհատ պտտվում են կամ տենց ոչ չի տարբերվում է մեզանից շատ, որովհետև մերը նախ ամեն անգամ կարա մարդիկ գան ու տարբեր լինի դա, ամեն անգամ նույնը չլինի, երկրորդ sense այս տիպի տեղեր, որտեղ մենք ենք հիմա, ինձ թվում է դուք ինքներդ տեսաք, ես ամենակիչը Հայաստանում ոչ մի հատ չեմ հանդիպել, տարբեր տեղեր եղել եմ, հյուրեր եմ ունեցել դրսից, որոնց հետ նաև փորձել ենք ավելի հետաքրքիր լինի, գնացել ենք այդպես վարձույթով տեղեր, ու հենց դա է միտքը ծնել, որ խի այդքան միապաղաղ այդ ամբողջ տուրը անցնում։ Եկեք ոնց անենք, որ միապաղաղ չանցնի ու միանշանակ առաջին միտքը գալիս է Տավուշի բնությունը, որովհետև դու չես կարա արհեստական այնքան բաներ ստեղծես, ինչքան որ բնությունն է քո համար ստեղծել, այտենց դժվար անցանելի հատվածներ, այսպես ասած չելենջներ, որոնք պետք է հաղթահարես, օրինակ այսօր ճանապարհին շուռեկա ծառ կար, այտենց լինում է, պետք է կտրես։ Հա, իմիջայլոց, հա, այդ պահը, չգիտեմ, մենք ֆիքսեցինք թե չէ, բայց ճանապարհին ոչ սրտացավ, լավ sense ասենք, որ եթերային լինի, մարդիկ կտրել էին ծառը, տենց ինքը շուռ էր եկել ճանապարհին ու իմաստը էր, որ հետագայում այդ ծառը չորանա, գան ասեն, վայ, այս ծառը չորացել է, տանեն։ Իրականում դա բնության հանդեպ անբարեխիղճ վերաբերմունք է, բայց ադրենալինի զգացողության, այդ ազատության զգացումը, այդ առանց սահմանի, որ դու քեզ շատ ազատ ես զգում, իրոք աննկարագրելի զգացողություն կար այս ամբողջ ընթացքում, իսկ քանի տեխնիկա կա, այսինքն ինչ ներուժ կա, մաքսիմում քանի մարդ կարող օրինակ ձեզ դիմի ու այս ամեն ինչի մասնակցի։ Այս բանին ունենք 7 հատ տեխնիկա, բայց հետագայում նպատակը ներդրումները շատ է լինելու, շատանալու ենք վստահաբար, ուղղակի ստարտվին է հələ 7 հատ, բայց մարդ
կարանք շատ ընդունենք, որպես այդպեսին ամեն տեխնիկան երկու հոգի կարա տանի։ Ահա։ Ու նաև ունենք հնարավորություն, որ կարանք մեքենաներով էլ պատրաստված վերապատրաստված մեքենաներով էլ էս նույն, այսինքն մարդկա չի ուզում կվադրոցիկլով կամ ATV-ով գա, ասենք իրան կարող են մեքենայով բերել էս նույն վայրերը։ Ինքը սենց նստի, ես ուզում եմ գնամ այն սարը։ Ես ուզում եմ գնամ այն սարը հացու պանիր ուտեմ, ասեն ու գան։ Այսինքն Տավուշում туриզմը շատ ուժեղ զարգանալու է։ Չնայած արդեն զարգանում է, ես որ սենց նայում եմ։ Զարգանում է, ոչ միայն մենք ենք դրա պատճառը, նաև շատ մեր տավուշցիներ կան, որոնք որ այսպես ասած քրտնաջան աշխատում են այդ ուղղությամբ, որովհետև ինչքան շատ ցույց տանք մեր այս գեղեցկությունը, այս բնությունը, այնքան շատ ավելի մարդիկ կապնվեն բնության հետ ու երևի նաև մարդկանց ստեղ բերելով կարող ենք այն այսպես ասած ավազակներին ովքեր որ փչացնում են անտառը կամանց իրանք էլ որ մարդամեջ դուրս գա այդ ամեն ինչը կսկսի քչանալ ու հիմա Իրանք դրա փոխարեն կարան կարկանդակ վաճառան ճանապարհին ու ինձ թվում է շատ ավելի լիքը բազում հիմա դրա մասին որ խոսենք շատ երկար խոսենք լիքը բաներ կա որ Տավուշում կարելի է անել մենակ անտառը հատումն է չի էլի որ այս բնությունով հարուստ մարզա ու ինքը շատ հնարավորություններով մարզայի։ Բայց եթե ձերպես մարդիկ sense քիչ թեկուզ փոքր քայլելով, բայց sense հաստատակամ առաջ գնան, 5 տարի հետո կունենանք շատ ուժեղ զարգացած туриզմի հատված ամենայն դեպս Տավուշի մարզում։ Իրական ողջ Հայաստանում տենց խնդիր կա, որտեվ մեր մոտ Գառնի Գեղարդ, որ տուրիստը գալիս է ունեն там Գառնի Գեղարդ, կոնյակի գործարան, չգիտեմ։ Խորվիրապ։ Ինձ թվում է ասենք եթե հանկարծ չգիտեմ 1000 հոգանոց չինական խումբ գա, մենք լուրջ խնդիր կունենանք ու իրանք պարզապես դրանից չեն կարողանա օգտվել, որտեվ բայց պատրաստ ենք այդպես չելենջներ ընդունել։ Չինաստան միաձուլվենք, միախմբվենք, պատրաստի մի ընկերություն դա ընդունի, կարա համակցված։ Իսկ այսպես ասած լավ, կոնկուրենտ չասեմ, գործընկերներ, որ նույն ոլորտում են, իրար աջակցել, անհրաժեշտության դեպքում տեխնիկան բան վերցնել կա, տենց բաց ենք ցանկացած առաջարկի, իհարկե նաև չեմ բացառում համագործակցությունը ինձ թվում է շատ ավելի լավ կլինի։ Տվյալ պահին չունենք ոչ մի պայմանավորվածություն, բայց հուսամ ապագայում կլինի ավելի հետաքրքիր կլինի որ իրար հետ։ Այսինքն բռունցք ենք դառնում այդ 1000 չին, նենց էլ խոսում կարող է 2000 չինացի են գալի։ Այս տեղի հետ կապված մի հատ բան նոր հիշեցի որ խոսում ենք, ես ինքս ցանկումով ստեղից եմ, Տավուշից եմ, Աչաջուրեցի եմ այսպես ասած։ Աչաջուր, իմիջայլոց ովքեր տեղյակ չեն, Աչաջուրը այդ կաֆե չի։ Աչաջուրը այդ շատ սիրուն գյուղ է, զարգացող գյուղ է, մեծ։ Այդտեղ ձեր մոտ լուսացույց կա գյուղում։ Լուսացույց կա։ Հա, այդտենց մեծ գյուղ է, լուսացույց կա այնտեղ։ Ոչ միայն, մեր մոտ ունենք եկեղեցի ունենք 11-րդ դարի եկեղեցի, հա, որի հիմնապատը հետո 11-րդ դարում վերակառուցվել է։ Հիմնապատը 7-րդ դարի է։ Ասենք Հայաստանում 7-րդ դարի եկեղեցին ինձ թվում է շատ քիչ կա։ Այնուամենայնիվ, այստեղի հետ կապված ինչ հիշեցի, ես որ փոքր երեխա էի, անընդհատ ասենք պապիկս էր պատմում կամ ընդհանրապես այնպես դժվար հասանելի վայր էր այս վայրը մարդկանց համար։ Այն ժամանակ որովհետև դա չի եղել տեխնիկա, երևի ասենք վիլիսներով բանով շատ դժվար են եկել։ Ոտքով էլ։ Դե ոտքով էլ, հա, երկար պիտի գան ու դա ասենք մի հատ այտենց անհասանելի վայր էր էսի համարվում։ Հետո որ ես արդեն ինքս սկսեցի զբաղվել օֆրոդ եւ այլն ու որ առաջի անգամ եկած թե իմ համար այնենք զարմանալի որ շատ հեշտ տրվեց այս տեղը։ Ասում էի ոնց պատմածները ու այն իմ ոնց տրվեց, հետո դա հասկանում ես որ չէ տեխնիկան է զարգանում, որ այդ տեխնիկան է մեզ թույլ տալի, որ մենք անգլեն չի որ մենք սուպերմարտ ենք դարայի համեմատ մեր պապերի էլի։ Так что հիմա քանի որ ունենք sense տեխնիկաներ, կա օգտվել այդ առիթից ու Ընդմիջումից հետո արդեն պատրաստվում ենք իջնում ենք ներքև, նույն ճանապարհը արդեն հետ պետք է գնանք։ Գալը մի բան է, գնալը արդեն ուրիշ բան, որովհետև ինչ որ արել ենք, պետք է մի քիչ ավելի բարդ ճանապարհը հետ դառնանք։ Ինձ թվում է ավելի բարդ ենք գնալու, քան թե եկել ենք։ Դե արդեն մտնում է, պետք է դա էլ հաշվի առնել, բայց ամենադեպս ես ավելի լավ եմ սկսել ավել, նենց որ ինձ հետ գնալը ավելի հեշտ է։
նորմալ է։ Գնա դու, գնա։ Անգեր սենց ասեմ, դաժե այն բացատը որ կա, երկրորդ են մի քիչ մեծոցը, մինչև ըտե հասնես, ըտել մի երկու կռուգ անես, անցուտես, ընտիրա։ Այն մեկը ավելորդն է, չէ՞։ Հոգնած նվա։ Ամեն մեկը չի բանա։ Իրականում պլանը տենց է, ով ինձ թվում է դեռ էլ է։ սկզբից հանելու, նոր հանելու, իսա որ անի։ Ֆանտաստիկ։ Անի ջան, համարը 4 ժամ քշել ենք։ Աննկարագրելի էմոցիաներ, ցեխ, ադրենալին, արկադ։ Շատ ավելի ցեխ էի սպասում, քան թե հենց հիմա ենք, բայց էլի լավ է։ Բայց բավարարվածության զգացում, հոգու խաղաղություն, ոնց որ մի հատ Անձնային աճ։ անձնային աճ, հա, վերջում իրականում են, որ ինչ-որ լավ կարևոր բան է ստանում, հոգնածություն է, բայց այդպես խիղճը հանգիստ է, այդպես հոգնածություն ենք զգում։ Ինչքան մոտ մի ժամում հետ եկանք, 40 րոպե։ 40 րոպե։ Գնալուց 3 ժամ, բայց գալուց 40 րոպե։ Չնայած եթե անկեղծ իջնելը մի քիչ ավելի ադրենալինով լի էր, որովհետև հավասարակշռության հարց է ծագում, բայց եթե սիրում եք ադրենալին, բնություն, Հայաստանը, Տավուշը, անպայման դիմում եք Rent ATV թիմին, տղերքին, ովքեր այդ ամեն ինչը Կթողնենք իրանց էջը, հուսով ենք մինչև որ այս վիդեոն դուրս կգա, իրանց էջում լիքը սիրուն վիդեոներ կլինեն, որոնք որ կպատմեն նմանատիպ արշավների մասին։ Իսկ մենք հիշեցնենք, որ դուք դիտում եք առանց սահման հաղորդում, մենք այսքանով այսօրվա մեր օրը եզրափակում ենք ու վերադառնում ենք քաղաք։ Շնորհակալություն բոլորին, իսկ եթե դուք դեռ չեք բաժանորդագրվել մեր էջին, Բաժանորդագրվեք։ ում եք, հələ մի րոպե, ում եք սպասում։ Չէ, բաժանորդ վատ բան չենք անում, վատ բան չենք անում։ Չենք անում։ Բաժանորդագրվեք մեր էջերին, լայք դրեք, կոմենտ արեք, Կիսվեք։ տարածեք էլի։ Գնացինք, ստեսություն։ Հա, ես Արի ես կոմ